Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալի նկարահանումները հավանաբար ավարտված են, քանի որ հեռուստասերիալում նկարահանվող դերասան Սուրեն Պողոսյանն այս շրջանում գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, նա մեկնել է շրջագայության։ Հիշեցնենք, որ այս տարի հենց Սուրեն Պողոսյանն է նորալիք երաժշտական մրցույթում ներկայացնելու Հայաստանի Հանրապետությանը և նրան հաջողություններ ենք մաղթում, իսկ հեռուստասերիալում նրա կերպարը ամենաբացասականն ու ամենաքննարկվածն է։ Մարիան ու Դավիթն ամուսնացան, հարսանեկան արարողությունը կազմակերպեցին նեղ շրջանակով, ինչից հետո Սոֆիայի բողոքի հիման վրա Դավիթին ձերբակալեցին ու Դավիթը պետք է բանտում անցկացնի իր օրերը, բայց այդ ընթացքում Ռաֆը ձեռքերը ծալած չէր նստել։ Նա պատահաբար Լիլիթի հեռախոսի մեջ տեսնում է Մարիայի ու Դավիթի հարսանեկան լուսանկարներն ու ինչպես ասում են, արյունը խփում է գլխին։ Նա որոշում է վրեժ լուծել ոչ միայն Մարիայից, այլ նաև Դավիթից և Սոֆիայի օգնությամբ Մարիային կանչում է մի տեղ, որտեղ մենակ է մնում։ Մարիան էլ ինչպես միշտ ինքնագլուխ որոշումներ է կայացնում ու որոշում հանդիպել Սոֆիային։ Վերցնում է Ռուբենի զենքն ու գնում Ռաֆի մոտ, արդյոք սպանում է Ռաֆին, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց մեր կարծիքով Ռաֆի հախից գալու է ոչ թե Մարիան, այլ Մարիայի մայրը Օֆան, որովհետև այս հեռուստասերիալում կարծեք թե միակ ավելորդ կերպարը հենց Օֆան է, ով պետք է բնականաբար իր օրերն անցկացնի բանտում, հատկապես որ նա հիվանդ է, իսկ ընտանիքը սցենարիստի հաստատ փրկվելու է, Նոնան, Ռուբենը, Աբուլը և իհարկե Մարիան միասին երջանիկ են լինելու։ Ռուբենի սիրտը վատանում է, հեռուստադիտողներին հետաքրքրում է մի հարց, արդյոք Ռուբենին կհաջողվի փրկել, թե ոչ։ Դեռ ոչ ոք չգիտի, թե ինչու է Մարիան գնացել այդ քայլին, միայն նրա վրա ջղայնանում են, որովհետև նա ևս մեկ անգամ որոշել է ինքնագլուխ իր հարցերը լուծել, արդյոք Դավիթը կների նրան։ Ես չեմ հասկանում ինչ է կատարվում այսօր տաքսիների հետ, որովհետև Սարյանի փողոցից դեպի Թամանյան ուղղակի աստղաբաշխական թվեր էին, հերիք չի։ Մի հատ էլ այս ժամ պետք է գնայի պատկերացնեք, ես որոշեցի, որ պետք է իմ համար պրագուլկա անելով ճիշտ է ուշանում եմ, բայց քայլելով հասնեմ տեղ։ Մտել եմ տուն, որ դիրքով պարկել եմ, այդ դիրքով էլ մնացել եմ մինչև հիմա։ Չեմ ասի, որ ես այսօր ֆիզիկական ինչ-որ ծանր աշխատանք եմ կատարել կամ ինչ-որ գերակտիվ օր եմ ունեցել, բայց այնց տպավորություն է, որ 14-րդ հարկից առանց վերելակի ես դաշնամուր եմ իջացրել։ Ժողովուրդ, խնդրում եմ, մեկդ ինձ օգնեք, ոնց վերադարձնեմ իմ էներգիան, ոնց վերադարձնեմ իմ ակտիվությունը, ոնց մի քիչ ռելաքս լինեմ, բայց չքնեմ։ Ես չեմ կարող քնեմ, այս գլխին լիքը գործ կա կուտակված, լիքը պատասխանատվություն կա իմ վրա, ես եթե քնեցի, ես չանեմ, ով պիտի անի, կասեք։ Սարյան փողոցը իմ ամենաչսիրած փողոցներից է, այն առումով, որ ինչ ձեներ ասես գալիս է դրսից, ու ես ստիպված այս վիդեոն նկարում եմ արդեն 5-րդ անգամ։ Հա, ժողովուրդ, ինձ օգնեք, իմ հետ կիսվեք ինչ-որ միջոցով, թե ոնց կարամ չքնեմ, կոֆեին չի վերաբերվում, կոֆեն բացառում ենք, հա, որովհետև ես ունեմ շատ գործեր անելու, ոնց որ նշեցի, բայց իմ քունը ահա որ անտանելի է տանում։ Օգնեք չքնեմ, որովհետև я люблю жить дорого, богато, вот поэтому ես պետք է գիշեր-ցերեկ աշխատեմ։ Ես նոթբուքը վերցնում եմ, ուղիչև լուս, գնաց։ Շատ լավ թեմա բացեցիք իրականում։ Նախորդ ստորիում, որ պատուհան եմ դրել հարցերի ու պատասխանների, այդտեղ կարաք ինձ գրեք, թե ինչպես ճիշտ հավաքել քաշ, որովհետև ես իրականում ուզում եմ այս ամառվա ընթացքում քաշ հավաքեմ, չնայած արդեն հավաքել եմ ինչ-որ չափով, բայց հաշվի առնենք գեները, հա, որ այնպես չի ես կարամ հաց ուտեմ ու չաղանամ։ Իմ պարագայում այնպես է, որ ես կարամ
շատ հաց ուտեմ, բայց չչաղանամ, հասկանում եք։ Կարամ գիշերվա 1000-ին այսենց տորտ խժռեմ ու չչաղանամ։ Դա էլ հաշվի առնենք, լավ։ Ժողովուրդ, հասկանում եք ինչ աբսուրդ է Սարյանից Թամանյան, արժեր այնքան, ինչքան որ օրինակ Բանգլադեշից կենտրոն։ Դա նորմալ չի։ Ու ասեմ ավելին Սարյանից Թամանյան ընդամենը ոդքի ճամփա էր, ընդամենը 10-15 րոպե մաքսիմում։ Ու ես շատ դեբիլ քայլ էի ուզում անել, ուզում էի տաքսիով գնալ այդ այսքան ճանապարհը։ Բարի ուշ երեկո բոլորին, սովորաբար ես շատ հաճախ չեմ խոսում սերիալի մասին, Մարիա հեռուստասերիալի մասին իմ էջերում, բայց այսօր նայել եմ 154-րդ սերիան, նախ նայեք բոլորդ, это взрыв мозга, ու չգիտեմ ինչի որոշեցի, որ պետք է կարդամ կոմենտները ու ներվայնանամ ինչի համար, որովհետև մեր հայազգը ինքան չարություն ունի իր ներսում հավաքած ու կուտակած, բոլորը գրել են քեզ քիչ է։ Ինչ արելա լավ արել, հասնում է քեզ։ Ու այդ ասում է այն ազգը, որ ասում է, եթե տանը բռնություն կա, պետքա բարձրաձայնել։ Բարձրաձայնեն, որ ասեք, ձեզ քիչ է։ Ինչ արելա լավ արել, 10 պատիկն պիտի աներ, հա։ Լուրջ։ Որտեղից ձեր մեջ այդքան չարություն։ Բացատրեք, հասկանամ։ Ապշացեմ։